Ողջույն բոլորին, օրվա կարևոր իրադարձությունն է փետրվարի 12-ի համար, բոլոր տարվա ծնված նշանների համար։ Գնայինք առնետներին, տեսնենք ինչ է սպասվում բոլորիս ընդհանրապես։ Ինչ է սպասվում առնետներին փետրվարի 12-ին։ Հարգելի առնետներ, այդ օրը առավոտյան կամ շուտ եք արթնանալու կամ երկար կարող եք քնել, մնալ քնած, նաև ոմանց համար ինտիմ հարաբերություններ է դա, օձեր կամ բամբասանք, չար լեզուներ, միգուցե այստեղ թաքուն սիրավեպի մասին են խոսում, միգուցե ունեք և տեսել են օրինակ և բամբասում են, մի խոսքով խոսակցություններ են, որը կողմից կարող եք նաև հուզվել, նաև արտասվել, ոմանք ունեն նաև թաքուն սիրավեպ, ում հետ կարող եք հանդիպել այդ օրը։ Եվ ձեր ցանկությունները կիրականանան այդ օրը նաև իհարկե ինչ-որ գործեր կմնան, չեք հասցնում անեք։ Նաև ոմանք թաքուն գործողություններ կարող են անել, ինչ-որ մեկին կամ անակնկալ եք պատրաստում, կամ ինչ-որ բաներ է, որ ոչ ոք տեղյակ չեն։ Այսքանը ձեզ համար ձեզ հաճելի օր եմ մաղթում։ Գնայինք ցուլերին։ Ինչ է սպասվում ցուլերին փետրվարի 12-ին։ Հարգելի ցուլեր, հա տարվա ծնված ցուլերին է վերաբերվում։ Այդ օրը հանկարծ լուր կլսեք, օրը ձեր ձեռքում է, շատ բան ձեզանից է կախված, օրվա ընթացքում ինչ-որ մարդկանց կսպասեք, կամ ինչ-որ բանի եք սպասում, նաև այստեղ հրավերք որևիցե առիթի, ուրախ տրամադրություն կունենաք, բարձր տրամադրություն կունենաք, ոմանք գնալու են ժամադրության, այդ ժամադրությունը ձեզ համար շատ լավ կանցնի, ոմանք է, եթե պայմանավորված եք ձեր հարազատների հետ, այստեղ
որից առիթին կարող եք հանդիպել եւ եւս լավ տրամադրություն կունենաք։ Այսքանը ձեզ համար հիանալի օր է, ձեզ հաճելի օր եմ մաղթում։ Գնանք վագրերին։ Ինչ է սպասվում վագրերին փետրվարի 12-ին։ Հարգելի վագրեր, այդ օրը սեղանի շուրջ եք նստելու ձեզ համար հարազատ մարդկանց հետ, ձեր սիրելիի հետ, ձեր երկրորդ կեսի հետ, ձեր բարեկամների հետ կամ սեղանի շուրջ նստած ձեզ շատ լավ եք զգալու, այդպես սիրված։ Եվ այստեղ ժամի հետ կապված ինչ-որ մի բան է, այստեղ կամ պայմանավորված եք, պետք է ճիշտ ժամանակին գնաք տեղ հասնեք, կամ այդ օրը կարող փորձել ժամ պայմանավորվել, ինչ-որ մի ցավ է։ Միգուցե ժամի հետ է կապված, կամ ձեր ուզած ժամին հարմար չի դիմացինին, կամ չեք հասցնում ճիշտ ժամանակին, ճիշտ տեղում լինել, ինչ-որ մի բան է, որ ցավեցնում է ձեզ։ Կամ համաձայն չեն այն ժամերի հետ, որ դուք եք ասում, ուզում եք շուտ դուրս գալ եւ ասում են չէ, ինչ-որ բան է այստեղ։ Նաեւ ոմանք նվեր կգնեն, ոմանք նվեր կստանան, ճանապարհ եք գնալու, նաեւ ձեզ մոտ կգան ինչ-որ մարդիկ, հանկարծակի լուր կլսեք, ոչ նամակ կստանաք փաթեթ, ինչ-որ մեկ այդ նամակը գրական կապի մեջ կլինեք, ոչ մի բան կստորագրեք այդ օրը նաեւ։ Եվ տան հետ կապված իրադարձություններ են, դա կարող է առիթն է այստեղ, որ արդեն սեղանի շուրջ եք նստում նվերներ եւ այլն, կամ ինչ-որ հարցեր են տան հետ կապված, որոնցով որ պետք է զբաղվեք, այդ ինչ-որ գործեր են։ Միգուցե տեղափոխվում եք, միգուցե ինչ-որ պահեր են այստեղ։ Այսքանը ձեզ համար, ձեզ հաճելի օր եմ մաղթում։ Գնանք նապաստակներին։ Ինչ է սպասվում նապաստակներին փետրվարի 12-ին։
Հարգելի նապաստակներ, այստեղ հավաքույթ ունենք։ Ուրեմն այդտեղ սուտ կա, անկողին, նվեր եւ գործնական հանդիպում։ Ամեն մեկի մոտ դա կարող է ինչ-որ մի ձևով անդրադառնալ։ Անկողինը դա կարող է լինել քնից արթնացնում են ձեզ, ինչ-որ գործնական հանդիպման համար եւ սուտ է դա կամ անգամ նվեր եք տվել միգուցե գործնական հանդիպմանը եւ ասելի հա ինչ-որ մի բանը սուտ է։ Այդ օրը Երևան ամեն մեկի մոտ ինչ-որ բաներ են այդտեղ սուտ, անկողին կամ ոնց որ քնից արթնացում կամ ինտիմ հարաբերություններ, սա նաև նվեր եւ գործնական հանդիպում կամ խոսակցություն։ Ինչ որ բան է այդտեղ, որը այդ օրը Երևան ձեզ մոտ։ Նաև ոչ իրադարձություններ ունեք, որոնք որ դες հետ կատարվում են յուրաքանչյուր ամիս, այդ ամիս եւս կկատարվի, նաև կարող է նոր է սկսումը յուրաքանչյուր ամսվա ինչ-որ փուլ, որ ինչ-որ մի բան կկատարվի ձեզ հետ, կամ դրա ավարտն է։ Նաև նորություն կլսեք այդ օրը, հանդիպում կամ շփում կունենաք ձեզ համար շատ հարազատ մեկի հետ եւ հաղթանակած դուրս կգաք ինչ-որ մի հարցում։ Այսքանը ձեզ համար, ձեզ հաճելի օր եմ մաղթում։ Գնանք վիշապների։ Ինչ է սպասվում վիշապներին փետրվարի 12-ին։ Հարգելի վիշապներ, այդ օրը որևիցե գաղտնիք կբացահայտվի։ Նաև գաղ տխրում եք, չգիտեմ այդ գաղտնիքից է թե չէ, այստեղ տխրում եք, նաև արտասվում եք այդ գաղտնիքը, կարծես թե դուրն էլ չի գալիս։ Նաև այստեղ ճանապարհ ունեք գնալու, միգուցե դա է, հա, ինչ որ մեկից կարող եք հիասթափվել, ինչ որ բանից հիասթափվել, նաև կարող եք տխրել, նաև արտասվել, նաև հուզվել։ Եվ ճանապարհ եք գնալու կամ ինչ որ մարդիկ են ձեզ մոտ գալու։ Այսքանը ձեզ համար ուրիշ ոչինչ չունեք։ Ձեզ հաճելի օր եմ մաղթում։ Գնային կոցերի։ Ինչ է սպասվում օձերին փետրվարի 12-ին։
Հարգելի օծեր, այդ օրը ինչ որ բան եք, ինչ որ հնարավորություն եք ձեր ձեռքից բաց թողնելու։ Նաև այդ օրը ճանապարհ եք գնալու կամ ինչ որ մարդիկ ձեզ մոտ կգան, գործնական հանդիպում ունեք կամ գործնական խոսակցություն, յուրաքանչյուր քայլ անելուց առաջ լավ մտածեք, երկար մտածեք, հետո նոր ինչ որ մի քայլ արեք։ Եվ ինչ որտեղ կարող գնալ երկար մնալ կամ ինչ որ բան է դանդաղում դեռևս, ինչ որ մի բան է դեռևս կանգնած, առաջ չի գնում։ Եվ այստեղ տան հետ կապված ինչ որ իրադարձություններ են, որոնք որ յուրաքանչյուր ամիս լինում է։ Տան վարձ է, տան վարձերն է, ինչ որ բան է այստեղ, կամ դա ավարտվում է, կամ նոր եք սկսում։ Նոր սկսում եք, տարածք եք վերցրել այդ կարող տուն չի տարածք է, վարձեր եք տալիս, կամ հա ինչ որ մի բան է, որը յուրաքանչյուր ամիս կամ ձեզ են վճարում ինչ որ տան հետ կապված վարձեր։ Այսքանը ձեզ համար, ձեզ հաճելի օր եմ մաղթում։ Գնանք ձերի։ Ինչ է սպասվում ձերին փետրվարի 12-ին։ Հարգելի ձեր, այդ օրը պետական այդքան չէ, ինչքան որ ունեք գործնական հանդիպումը, միգուցե պետական հիմնարկությունում է, համենայն դեպս գործնական հանդիպում ունեք կամ գործնական խոսակցություն։ Ինչ որ մի բան է ձեզ տխրեցնում, նաև կարող եք արտասվել, կարող եք հուզվել, օրվա ընթացքում նաև պարկել։ Ինչ որ մի բան այնպես չէ այդ օրը։ Նաև ոմանց համար ինտիմ հարաբերությունները, ոմանք կարող են ավելի շուտ պարկել, հանգստանալ, ավելի շուտ պարկել, քնել։ Ինչ որ մի բան է, որը որ ձեզ տխրեցնում է այդ օրը։ Այսքանը ձեզ համար, ձեզ հաճելի օր եմ մաղթում։ Գնայինք այծերի, ոչխարներին է, ոչխարները կոչվում։ Ինչ է սպասվում այծերին փետրվարի 12-ին։
Հարգելի այծեր, նաև ոչխարներ է կոչվում։ Այդ օրը ճանապարհ եք գնալու կամ ինչ-որ մարդիկ են գալու ձեզ մոտ։ Նաև որ եթե հարցում հաղթանակած եք դուրս գալու ինչ-որ մի բան ձեր օգտին է ավարտվելու։ Օրվա ընթացքում կարող ցանկանալ պարկել, քնել, հանգստանալ, նաև դա առավոտյան կարող է վերաբերվել, ինչ-որ բաներ ունեք անելու, ճանապարհ ունեք գնալու, դրա համար շուտ եք արթնանում։ Նաև գործնական հանդիպում ունեք այդ օրը կամ գործնական շփում, ժամադրություն ունեք, ոմանք պայմանավորված են իրենց հարազատ մարդկանց հետ, դրա համար ինչ-որ տեղ եք գնում կամ իրենք են գալիս ձեզ մոտ, եւ ինչ-որ բաներ ձեզ այդ օրը տխրեցնում է կամ հիասթափվում եք, ինչ-որ մեկից կամ ինչ-որ բանից։ Այսքանը ձեզ համար, ձեզ հաճելի օր եմ մաղթում։ Գնային կապիկներին։ Ինչ է սպասվում կապիկներին փետրվարի 2-ին։ Հարգելի կապիկներ, այդ օրը ինչ-որ բան է ձեզ երջանկացնելու, ինչ-որ բան է ձեզ ուրախացնելու այդ օրը։ Ձեզ սիրված կզգաք, ձեզ լավ կզգաք։ Նաև սիրո խոստովանություն է, ոմանք կստանան, ոմանք կանեն, կհանդիպեք ձեզ հարազատ մարդկանց հետ, այդպես իրանց հետ ձեզ լավ կզգաք։ Նաև այդ օրը գումար կստանաք, օրը ձեր ձեռքում է, շատ բան ձեզանից է կախված եւ ինչ-որ գործեր կանեք, կավարտեք, կվերջացնեք այդ գործերը, վերջնական նաև որոշում կկայացնեք։ Այսքանը ձեզ համար, ձեզ հաճելի օր եմ մաղթում։ Գնայինք ակաղաղներին։ Ինչ է սպասվում ակաղաղներին փետրվարի 12-ին։ Հարգելի ակաղաղներ, այդ օրը ժամը ձեզ համար շատ կարևոր է, ժամին պետք է ուշադրություն դարձնեք, որպեսզի չուշանաք, կամ ինչ-որ միտեղ ժամ եք պայմանավորվում։
Նաև ոմանք կարող են օրվա ընթացքում քնել, պարկել, հանգստանալ, նաև ինտիմ հարաբերություններ են, նաև ավելի շուտ կարող եք արտանալ ուղղակի ինչ-որ գործեր անելու համար։ Եվ այդ օրը ձեր ցանկությունները կիրականանան, գումար կարող եք ծախսել, նաև գումարի մասին խոսել։ Եվ ճանապարհ եք գնալու կամ ինչ-որ մարդիկ են ձեզ մոտ գալու եւ ուշադրություն դարձեք ձեր առողջությանը։ Այստեղ կարող է նաեւ վճարում եք ինչ-որ մի բան առողջության հետ կապված։ Դեղորայք եք գնում, վիտամին եք գնում եւ այլն։ Այսքանը ձեզ համար ձեզ հաճելի օր եմ մաղթում։ Գնանք շների։ Ինչ է սպասվում շներին փետրվարի 12-ին։ Հարգելի շներ, այդ օրը սեղանի շուրջ եք նստելու, նաև կամ առավոտյան շուտ եք արթնանալու կամ քնած մնալ, կամ նաև երեկոյան է, դա վերաբերվում կամ շուտ եք քնում կամ ուշ։ Նաև ոմանց համար դա ինտիմ հարաբերություններ է։ Ունեք այստեղ սիրային ժամադրություն, ունեք նաև պայմանավորվածություն ձեզ համար հարազատ մարդկանց հետ, ինչ որ մի բանը ձեզ ցավ է տալիս, այստեղ չգիտեմ ինչը, բայց չեք տխրում։ Ավելի շուտ այնտեղ ազդում է ձեր առողջության վրա, քան տխրում եք։ Միգուցե այդ պահին ուժեղ եք ձևանում, բայց ինչ-որ մի բանը ներսից է կրծում ձեզ։ Նորություն կլսեք այդ օրը, նաև հյուրեր կընդունեք կամ դուք կգնաք հյուր, գործնական հանդիպում ունեք, գործնական շփում ունեք, հանդիպում, շփում նաև ձեր ընկերոջ հետ եւ ձեր ցանկությունները կիրականանան այդ օրը, ինչ որ դուք ուզում եք։ Այսքանը ձեզ համար, ձեզ հաճելի օր եմ մաղթում։ Գնանք վարազներին։ Ինչ է սպասվում վարազներին փետրվարի 12-ին։
Հարգելի վարազներ, նաև խոզեր են նշանակում, այդ օրը ոչ է հնարավորություն ձեր ձեռքից կարող եք բաց թողնել։ Սեղանի շուրջ եք նստելու, գործնական հանդիպում ունեք այստեղ, կարող է ինչ-որ պայմանավորվածություն է, հարցազրույցի հետ կապված եւ այլն, ինչ-որ բարի կամ ձեր տնօրենի հետ նաև կարող եք հանդիպել գործնականորեն, կանչի իր մոտ, այդպես։ Նաև այդ օրը նորություն կլսեք եւ ինչ-որ մի հարցում տատանվում եք, ծանրութ հետև եք անում, ինչ-որ մի բան եք այստեղ որոշում գցում բռնում։ Այստեղ կարող է հանդիպումը նաև սեղանի շուրջ է կատարվում, ինչ-որ մեկի հետ։ Այսքանը ձեզ համար ինչ-որ բաներ չկա այստեղ, ձեզ հաճելի օր եմ մաղթում։